Գնաճի բարձրացումը եւ լուծման խնդիրները գների ուսումնասիրության հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը։ Առանձնացվում են երկու հիմնական խնդիրներ՝ մատակարարման շղթայի բարձր օղակներ եւ ընկերություն ունի բարձր շահագործման ծախսեր։ Հիմնական կառուցվածքներն են մրցակցության կարգավորումը, տեղական արտադրության խրախուսումը եւ արժեքային շղթայի պարզեցումը։ Վերջնական փաստաթղթի քննարկման ժամանակ ընդդիմության մեջ աղմուկ է բարձրացել։ Վրաստանը սպասում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակության այցին եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկմանը։ Քաղաքական գնահատականների թեման է վերոնշյալ թեման։ Այցը նախատեսված է մայիսին։ Կառավարության արտաքին գործերի նախարարությունը այս որոշմամբ ընդգծում է Թրամփի վարչակազմի դրական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Ապագա պատրիարքի ընտրությունը ընդդիմության ակտիվիստների եւ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունների առանցքայնում են։ Սահակաշվիլին ընտրությունները անվանում է ռուսական հատուկ գործողություն։ Նրա հայտարարությունը քննադատվում է իշխող թիմում։ Ազգային շարժումը պնդում է, որ Սահակաշվիլին լայն կապեր ունի, որոնցից կարող է տարածվել տեղեկություններ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների կողմից տարբեր սինոդների գործերի միջամտելու փորձի մասին։ Այսօրվանից ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար տուգանքները կրկնապատկվում է։ Ուժի մեջ է մտել նաև նոր արգելվող նշաններ։ Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումն է։ Մանևրելու կանոնների խախտման համար տուգանքը կազմում է 100 լարի եւ նվազվեցում է վարորդական միավորները 20 միավորով։ Արագության գերազանցման համար տուգանքը 50 լարիից բարձրացել է 100 լարի։ Անվտանգության գոտի չկրելու համար տուգանքը դարձել է 50 լարի եւ միավորներից հանվում է 10 միավոր։ Վարորդի կողմից բջջային հեռախոսի օգտագործումը նույնպես 50 լարի է։ Թբիլիսիում կայանման կանոնները խախտելու համար Քութայիսիում, Բաթումիում, Ցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդում, Ախալցիխեում, Օզուրգեթիում եւ Վրաստանի հանգստավայրերում տուգանքը բարձրացել է մինչեւ 50 լարի։ Արդարադատության նախարարությունը Համաշխարհային բանկի համաժողովում ներկայացրել է անշարժ գույքի տոկենիզացիայի նորարարական տեսլական։ Այն վերաբերում է հողի եւ անշարժ գույքի վերաբերյալ տարեկան հետազոտական զեկույցին։ Հետազոտական աշխատանքը ընտրվել է համաժողովի բարձր մրցակցային ընկերության գործընթացի արդյունքում եւ բարձր գնահատականներ է ստացել կազմկոմիտեի կողմից։ Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ակտիվորեն աշխատում է ծառայությունների համակարգերի զարգացման եւ պետական ծառայություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Քաղաքային դատարանում շարունակվում է Լևան Խաբեիշվիլի եւ Մուրթազ Զոդելավայի գործի բովանդակային քննարկումը։ Այսօրվա նիստում հարցաքննվել է մեղադրանքի կողմի երկու վկաների գործի քննիչները։ Նրանք քննարկել են Խաբեիշվիլիի հայտարարությունների տեսագրությունները։ Լևան Խաբեիշվիլին ողջունել է ընդդիմությանը եւ քաղաքական հայտարարություններ արել։ Վրաստանը հացահատիկի ծագման ամենահին կենտրոններից մեկն է։ Դրան վերաբերող հետազոտությունների շնորհանդեսը տեղի է ունեցել ազգային թանգարանում։ Հոդվածը հրապարակել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ամսագրում։ Նոր հետախուզության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են Վրաստանի նեոլիթյան բնակավայրերում կտրված բլրի եւ շուլավերի բլրի վրա հայտնաբերած հնագիտական բուսաբանական նյութերը, որտեղ փափուկ ցորենի հետ միասին հայտնաբերել են Էգիլփոսի գլխի ցողունի եւ հատիկների բեկորներ։ Վրաստան 2027 թվականին կհյուրընկալի խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության համաշխարհային կոնգրեսը։ Երկիրը ներկայացրել է իր հայտը 2025 թվականին հյուրընկալող դառնալու համար։ Հատկանշական է, որ Վրաստանը արդեն 2 անգամ հյուրընկալել է միջազգային միջոցառումները։ Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությունը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 51 անդամ երկրների, այդ թվում Վրաստանին։ Բաթումիում բողոքի ակցիա է ընթանում։ Տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների խմբեր երթ են կազմակերպել։ Ակցիայի մասնակիցների թվում էին անօթևան ինքնազբաղված անձինք, որոնց գործունեությունը տարբեր պատճառներով սահմանափակվել էր Բաթումիի բուլվարում, ինչպես նաև անավարտ շինության եւ հիփոթեկային վարկերի պատճառով տուժածները։
Թբիլիսիում անցկացվում է առաջին նորարարական կրթության համաժողովը, մասնակցում են արտասահմանյան երկրներից ավելի քան 500 պատվիրակներ, միջոցառմանը մասնակցում են միջազգային դպրոցների ներկայացուցիչներ և կրթության ոլորտի մասնագետներ, համաժողովի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, քննարկումներ և գործնական պարապմունքներ ժամանակակից ուսուցման մեթոդների վերաբերյալ։ Ռուսթավիում մեկնարկել է ուսանողական փառատոնը, սպորտի պալատում անցկացվում են տարբեր մարզաձևերի մրցաշարեր։ Մրցումներից հետո ժամը 18:00-ին կսկսվի համալսարանների հանդիսավոր երթը դեպի Ռուսթավի այգի։ Օրվա վերջում Ռուսթավիի այգում կկայանա բացման հանդիսավոր արարողություն։